Նախորդ տարվա ավարտից հետո եւ նաեւ ընթացքում եւ նաեւ դեպի տարեմուտ ժամանակագրորեն մենք արդեն բազմաթիվ առիթներ ունեցել ենք մեծ հաշվով բազմաթիվ առիթներ ունեցել ենք խոսելու այն թեմաների մասին, որոնց վերաբերյալ ես հիմա զեկույց եմ ներկայացնելու եւ այնուամենայնիվ, քանի որ ձևաչափը ենթադրում է եւ կներեք, եթե որոշ բաներ կրկնություն որպես կհնչեն, ես ներկայացնեմ կառավարության ծրագրի 2025 թվականի ուրեմն կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը դե գլխավոր թեման տարվա իհարկե եւ հասկանալիորեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումն է հիշեք դեռևս մարտի կեսերին մենք հայտարարեցինք մենք եւ Ադրբեջանը հայտարարեցինք որ մենք ավարտել ենք բանակցությունները խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ եւ տեքստը այլևս համաձայնեցված է եւ Հայաստանի Հանրապետությունը պատրաստակամություն հայտնեց անմիջապես մեկնարկել խորհրդակցությունները որոշելու համաձայնագրի ստորագրման տեղը եւ ժամանակը այնուհետեւ ընդամենը ամիսներ անց օգոստոսի 8-ին արդեն Սպիտակ տանը Վաշինգտոնում Հայաստանի Հանրապետության վարչապետը եւ Ադրբեջանի նախագահը եւ մասնակցությամբ եւ վկայությամբ Միացյալ Նահանգների նախագահի հանդես եկան համատեղ հայտարարությամբ մինչ այդ պահը մենք Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ նախաստորագրեցինք համաձայնագիրը եւ արդեն երկրների ղեկավարների հայտարարությամբ ողջունվեց այդ նախաստորագրումը եւ հայտարարվեց խաղաղության հաստատման մասին եւ միաժամանակ կարեւոր եմ համարում ընդգծել սրան խաղաղության հաստատմանը զուգահեռ նաեւ համաձայնեցվեցին եւ հանրահռչակվեցին այն սկզբունքները, որոնց շրջանակներում տեղի է ունենալու եւ տեղի է ունենում արդեն կարող ենք ասել ապա շրջափակումը տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ես ավելորդ չեմ համարում կրկնել այդ սկզբունքները երկու երկրների տվյալ դեպքում Հայաստանի մասին ենք խոսում Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության շրջանակներում եւ իրավազորության շրջանակներում, սա մեկ անգամ եւս երևի արժի ասել, այսինքն բոլոր են ենթակառուցվածքները, որոնք կկառուցվեն, կգործարկվեն, կվերագործարկվեն Հայաստանի Հանրապետության տարածքում, ենթակառուցվածքներ, որոնք կկապ հաստատեն Ադրբեջանի հետ կմնան, կգործեն Հայաստանի Հանրապետության լիարժեք իրավազորության շրջանակներում եւ ներքո Սա ինչի եմ այսպես ընդգծում, որովհետև միջ այսօր, բայց առավելևս մինչև այդ օգոստոսի 8-ի հռչակագիրը մեծ ծավալներով եւ էականորեն շահարկվում էր թեման զանազան դավադրա պաշտական թեզեր էին դրվում այս շահարկումների տակ եւ սևով սպիտակի վրա գրված է այն ինչ գրված է եւ այլևս տարբեր մեկնաբանությունների շատ տեղ չկա, թեև նախանձելի համառությամբ որոշ մարդիկ շարունակում են։ Միաժամանակ օգոստոսի 8-ին հայտարարվեց TRIP նախագծի մասին, հետո արդեն ամիսներ անց ես այստեղ զուտ հաշվետու ժամանակաշրջանից ֆորմալ առումով դուրս կգամ, որովհետև հունվարի 14-ին 2026 թվականի մենք Վաշինգտոնում եւս մի մեծ եւ էական քայլ կատարեցինք TRIP-ի մարմնականացման, նյութականացման ուղղությամբ իրականացման շրջանակը համաձայնեցվեց եւ հանրահռչակվեց Հայաստանի Հանրապետության եւ Միացյալ Նահանգների ուրեմն կառավարությունների միջև եւ կողմից Եվ ահա խոսելով էլի այս TRIP-ի մասին, քանի որ կրկին շարունակումներ, անհրաժեշտ եմ համարում մի անգամ էլ ասել ինչի մասին է TRIP-ը, ուրեմն TRIP-ը դա ներդրումային տրանսպորտային կամ փոխկապակցային մի մեծ նախագիծ է, որը մեծ հաշվով ունի 3 շերտ, այս նախագիծը, որը ներառելու է եւ երկաթուղային, եւ ենթադրաբար ապագայում ավտոմոբիլային ճանապարհային եւ նաեւ նավթագազամուղային, էլեկտրական մալուխների եւ այլ կապակցվածություն, ուրեմն սա մի մեծ տնտեսական նախագիծ է կապակցային կամ կապակցվածության, որը 3 հիմնական գործառույթ ունի, 3 շերտ ունի, կարելի ասել, առաջինը պատական հերթականությամբ եմ ասում, Հայաստանի կապը երրորդ երկրների հետ Ադրբեջանի տարածքով եւ Հայաստանի կապը իր հետ, այսինքն Հայաստանի ենթադրաբար հյուսիսի ներպետական կապի համար Ադրբեջանի տարածքով, սա մի շերտ։ Երկրորդ շերտը
Ադրբեջանի կապը երրորդ երկրների հետ, Ադրբեջանի կապը իր հետ։ Օրինակ հիմնական մասը Ադրբեջանի եւ Նախիջևանը, հա։ Եվ երրորդ շերտը, երրորդ երկրների կապը Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքով երրորդ երկրների հետ։ Օրինակ Ղազախստան, չգիտեմ, Պորտուգալիա կապը կամ Ղազախստան-Թուրքիա կապը Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքով։ Այս պահիների նաև հասկանալով հետաքրքրությունը ասեմ, որ բանակցությունները շարունակվում են, ենթադրաբար եղավ օգոստոսի 8-ի սկզբունքների հանրահռչակումը, եղավ հունվարի 14-ի 2026 թվականի ուրեմն իրականացման շրջանակը եւ ավելի մանրամասները կան եւ ենթադրաբար հիմա սրանք կհաջորդի նաեւ Հայաստան-ԱՄՆ միջպետական, միջկառավարական համաձայնագիրը, որտեղ արդեն իրավական հիմք, որով կհիմնադրվի մեծ հաշվով թրիփը եւ բոլոր մնացած մանրամասները կհստակեցվեն։